Աշխարհում ամենից շատ սիրում եմ երեխաներին ու ծերերին։ Այդ երկուսն են անպաշտպան։ Սիրում եմ գյուղացուն։ Չեմ ուզում, որ գյուղերն ամայանան։ Հայրենիքի հիմքը գյուղն է։ Առանց գյուղի հայրենիք չկա։ Սիրում եմ մորս պատրաստած տոլման, թեյը բալի մուրաբայով։ Սիրում եմ արևը։ Այն երկրի վրա միակն է, բայց մայր արևից յուրաքանչյուրս իր բաժինն ունի։ Դա է պատճառը, որ ուրիշ տեղի արևը մեզ չի ջերմացնում։ Այսօրվա պատերազմը շատ արագ ընթաց է բոլոր իմաստներով։ Ուշանալ 1 րոպե կարելի է պարտվել կռվում։ Ուշանալ 1 ժամ կարելի է պարտվել ճակատամարտում։ Ուշանալ 1 օր կարող են կորցնել հայրենիք։ Ես փորձում եմ չուշանալ, բայց նաև վախենում եմ։ Ամենազորեղ իմ անզորություն։ Մենք հեռացել ենք մեզանից։ Մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից։ Մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով։ Սրտացավության պակասից եմ վախենում։ Ցավի առուծախից եմ վախենում։ Գաղթականների համար եմ վախենում, որ այս վերջին հանգրվանում էլ իրենց տեր չեն զգում, հյուր են զգում։ Մեր հացն ու տող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։ Նոր երկրաշարժից եմ վախենում, հնի հետևանքներից։ Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում։ Կարոտի ձայներ, մեր տանը մի խուց ունեի, դրան եմ կարոտում, մեր Արարատի մոծակներին եմ կարոտում, մեր ֆուտբոլի դաշտին եմ կարոտում, որտեղ խաղի ավարտից հետո ջրի խողովակի տակ էինք լողանում, երանություն էր, և անընդհատ կարոտում եմ եղբորս տղային, շատ եմ սիրում, ինքն էլ ինձ է շատ սիրում, կարոտում եմ, սիրտդ լցվում, բայց չի լալիս ժամանակին, սարսափելի է կորցրածս, հարյուրավոր հրաշալի ընկերներ եմ կորցրել, այնպիսի տղաներ, որոնցից ընդամենը մեկի մահը կարող էր քեզ հունից հանել, դուրս շպրտեր կյանքի շարավղից։ Ահագին հավատ եմ կորցրել, լիրիկա, համբերություն, և ընդհանրապես իմ բոլոր դժբախտություններով հանդերձ ես երջանիկ մարդ եմ, երազանքների ծվենները տակ, Վազգեն Սարգսյան։ Ողջույն սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ միացել եք մեզ։ Այսօր կամ Վազգեն Սարգսյան գրական երկրորդ մրցույթի շրջանակներում կխոսենք Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ։ Ողջույն, պարոն Դարբինյան։ Բարև ձեզ, Սոնա ջան։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել եւ կարծում եմ բոլորիս համար շատ կարեւոր օր է, քանի որ մի մարդու տարեդարձ է, ով կարծես թե ժողովուրդ, ազգություն, հասարակություն, պետականություն, բակային մտածողություն, ընթերցասիրություն, ամեն ինչի հավաքական կերպարն է եւ մի ժամանակաշրջանի պատմությունն է, որը տալիս է հնարավորություն եւ ամրանալու եւ վերլուծություններ անելու ու նաեւ հետեւություններով իրեն կողմից ընտրված ճշմարիտ ճանապարհով շարժվելու։ Բացարձակ համաձայն եմ ձեզ հետ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Պիտի ասեմ, որ Վազգենը անգամ իր արձակում պոետիկ բնույթ ունեցող մարդ էր, ինքը պոետիկ անձնավորություն էր, պատահական չէ, այսօր ձեզ նվեր եմ բերել իմ մասնակցությամբ հրատարակված Համոսայանի նամակագրության այս ժողովածուն, Հովհաննես Պապիկյանն է հեղինակը, հավաքողը, սիրով նվիրում եմ ձեզ, նաև ի կարևորում Վազգեն Սարգսյան պոետի, Վազգեն Սարգսյան գրողի, Վազգեն Սարգսյան ուղղակի պայծառ անձնավորության։ Ես կարծում եմ, որ սա նույնպես շատ խորհրդանշական է եւ քանի որ մրցույթը նույնպես գրական է, սիրով նվիրում եմ ձեզ։ Անսահման շնորհակալ եմ եւ անպայման ուսումնասիրելով իմ տպավորություններով եւ ապրումներով կկիսվեմ ձեզ հետ։ Ես ուզում եմ հասկանալ ձեզ համար Վազգեն Սարգսյան արդյոք երջանիկ մարդ էր թե ոչ։ Այո, անպայման։ Երջանկությունը, գիտեք, այսպես է, դա ընտրություն է, դա քո մեջ պիտի լինի, դու պիտի որոշում կայացնես, որ երջանիկ ես եւ երջանիկ ես, որովհետեւ վայելում ես այս հողը, ջուրը, արևը, ինչպես Վազգենն էր վայելում, ինչպես Վազգենն էր համարում, եւ դա յուրաքանչյուրի ընտրությունն է, կամ ընտրում ես երջանիկ լինել եւ քո կյանքով մեկ ապացուցում ես քո գոյության, քո կյանքի իմաստավոր լինելը, կամ ոչ։
Բայց եթե օրինակ ուսումնասիրենք իրեն եւ հասկանանք, որ նրա բնությունը գրողական ձիրքներ, ստեղծագործելու կարողություններ եւ այն, որ նա հայտնվեց քաղաքական դաշտում եւ Գիտեք, անկախ նրանից, որ ինքը հայտնվեց քաղաքական դաշտում կամ ռազմական դաշտում, ինքը չդադարեց պոետ լինել։ Ինքը չդադարեց ստեղծագործող լինել, կերտող լինել, աշխարհին սիրով մոտենալ, երկիրը սիրել, մարդուն սիրել, գրողի, մտավորականի, ինտելեկտուալ, մտածող մարդու դիրքերից էր նա վերաբերում այդ թվում նաև մեր ամենակենսական խնդիրներին։ Ամենակենսական խնդիրները նա վերլուծում էր ինտելեկտուալ եւ հոգեվոր առաջնորդի, մտածողի, ստեղծագործողի տիրույթից։ Եվ ես կարծում եմ, որ նրա առանձնահատկությունը հենց դա էր։ Վազգենից հետո մեր քաղաքական դաշտում եւ պետական դաշտում ցավոք սրտի սկսեցին գերիշխել չինովնիկները։ Վազգենի մեջ չկար ընդհանրապես չինովնիկություն։ Հասկանում եք, նա որպես պոետ մտավ այդ դաշտ եւ որպես պոետ էլ գնաց։ Նա չուներ կեղծիք, չուներ կեղծարարություն, նա կարող էր սխալվել։ Միգուցե սխալվում էր հաճախ, բայց նա կարողություն ուներ սեփական սխալները ընդունելու, վերլուծելու, ուղղվելու, աճելու, հասկանում եք։ Նա ընդունում էր, եթե ինչ-որ մի բան, նա գիտակցում էր, եթե ինչ-որ մի բան տեղում չէր, նա փորձում էր աճել եւ հասնել դրան, եւ ընդունում էր իր սխալները, եթե կար սխալ, բայց երբեք չէր կեղծում։ Անգամ իր սխալմունքների մեջ էր շատ անկեղծ, ազնիվ, բոցկլտող, բոցավառ, այդպես բաց աշխարհին։ Նա նվիրվում էր աշխարհին, հայրենի հողին, իհարկե։ Վազգենը իմ հիշողությունների մեջ միշտ գրկաբաց է մնացել, գրկաբաց եղբայր էր, այդպես հասկանում եք։ Ցավոք սրտի այն վախերը, որոնց մասին դուք Վազգենի վախերը, որոնք արտահայտված են իր արձակում, ցավոք սրտի բոլոր վախերը արդարացան։ Այսինքն մենք առնչվեցինք, առերեսվեցինք բոլոր այն հետևանքների հետ, որոնց մասին մեզ զգուշացնում էր Վազգենը։ Ցավոք սրտի մենք տեսեք ուշացանք ոչ թե 1 օրով կամ 1 ժամով, մենք ուշացանք գրեթե արդեն 30 տարով։ Սա աններելի է։ Սա երկիր պետություն կորցնելու վտանգ է ուղղակի։ Եվ իհարկե դասեր քաղելու ունակությունը, համախմբվելու, միաբանվելու անհրաժեշտությունը, որի մասին Վազգենը մշտապես ասում էր եւ գիտեք տառապում էր, տանջվում էր այն մտքից, որ դեռևս չի հաջողվել այդ միաբանությունը ստանալու, հասնելու միաբանությանը, չի հաջողվել համախմբելու։ Նա շատ էր այդպես տխրում, երբ գիտակցում էր, որ այնքան էլ հասկացված չէ մեր հասարակության կողմից, որ նրան չեն հասկանում, նրան ճիշտ չեն ընկալում։ Ինքը վախենում էր, որ ժամանակ չի ունենալու այդ իր մասին պատկերացումները հղկելու, ժամանակ չի ունենալու բացատրվելու հանրության հետ։ Այդպես էլ եղավ ցավոք, բայց գիտեք, իմ կարծիքով այդ ժամանակը երբեք չի բավարարում, չի բավականացնում, հատկապես նման պոետիկ անձնավորություններին։ Երբեք բավարար չէ ժամանակը, որպեսզի պատշաճ կերպով եւ մինչեւ վերջ բացատրվես հանրության հետ։ Այդ բացատրությունները հանրությունը ինքն է հետո արդեն գտնում ստեղծագործությունների մեջ, արտահայտությունների մեջ, գործողությունների մեջ, երբ որ մենք վերլուծում ենք նրա եւ թե բանակաշինության գործընթացը, իր գործողությունները, գործունեությունը, թե պետականաշինության մեջ, մենք հիմա արդեն որպես հասարակություն, հանրություն, ժողովուրդ, ազգ, հիմա մենք ունենք կարիք այդ բացատրվելու, հասկանում եք, եւ ինչքան ժամանակ անցնում, այնքան մենք
ավելի ստույգ ենք պատկերացնում Վազգեն կերպարը, Վազգենի մեծ լինելը, իսկապես բացարձակ եւ բացառիկ արժեք լինելը մեր երկրի պետության եւ ազգի համար։ Պարոն Դարբինյան, իսկ այն ժամանակահատվածը, երբ դուք եւ Վազգեն Սարգսյանը ստեղծագործական ու նաեւ պետական գործունեություն եք ծավալում, կարծես թե տալիս էր հնարավորություն շատ ավելի բարձր նիշ ունենալու, հաշվի առնելով, որ խորհրդային տարիներից մնացած հասարակության ինտելեկտուալ, մտավորական շերտը եւ կանգնում էր քաղաքականության կողքին եւ քաղաքական այրերի կողմից կար հաշվետվության կարծես թե մոտեցում, այսինքն կային հեղինակություններ, կային մտավոր բարձր կարողությունների տեր մարդիկ, որոնց մոտ սխալվելը ամոթ էր կամ որոնց համար բարձր արժեք չներկայացնելը ամոթ էր։ Կային արդյոք մարդիկ, ումից իսկապես ոչ թե խուսափում էր, այլ պարտավորվածությունն ու պարտականությունների չափը, պատասխանատվության չափը շատ ավելի մեծ էր Վազգեն Սարգսյանի համար։ Ճիշտ բան եք ասում, ընդհանրապես երկրի հասարակության ինտելեկտուալ, հոգևոր, ստեղծագործական շերտը շատ մեծ նշանակություն ունի, պիտի ունենա համենայն դեպս այդ հավաքական ամոթի զգացումը ունենալու եւ ուրեմն ամաչելու ոչ պատշաճ գործողությունից, գործունեությունից եւ այլն դրական հետք թողնելու այդ անհրաժեշտությունը շատ կարևոր է անձնական վարկը, հեղինակությունը նման մարդկանց համար բացարձակապես հեռու էր ցինիզմից, ինչ-որ այդպիսի նրան միևնույն չէր ինչպես են իրեն վերաբերվում, միևնույն չէր ինչպիսին կմնա ինքը պատմության մեջ, հիշողության մեջ։ Գիտեք, մենք Վազգենի հետ հիմա իմ հիշողության մեջ երևի լավագույն եւ մեր մերձեցման, եղբայրացման լավագույն դրվագը դա միասին երգելն էր Վազգենի հետ եւ երազ իմ երկիր հայրենին ենք երգում։ Ես սովորաբար դաշնամուրի մոտ էի նստում եւ միասին երգում ենք, այդտեղ մենք եղբայրացանք ուղղակի, որովհետեւ ինչ որ մի պահ զգացինք միևնույն զգացումը զգացինք, միևնույն նվիրումը եւ պատրաստ ենք մեր ամեն ինչը նվիրել երկրի համար, պետության, պետականաշինության համար, պատրաստ ենք անկեղծ լինել, հավանաբար ինքը այդպիսին էր եւ իր բոլոր բռնկումներում անգամ բոլոր որոշումներում շատ կտրուկ էր, միգուցե եւ ավելորդ կտրուկ, բայց անկեղծ էր։ Նա համար շատ կարևոր էր նաեւ տղամարդու խոսքը։ Տղամարդ լինելն էր շատ կարևոր Վազգենի համար։ Միանգամից ինքը կտրում էր նրանց, ովքեր ոչ չէին համապատասխանում իր պատկերացմամբ տղամարդու ձիրքին, ովքեր ունակ չէին, կարող չէին խոսքի տերը լինելու, ովքեր պատրաստ չէին նվիրվելու, ովքեր բավարար չափով նպատակասլաց չէին, ովքեր նյութապաշտ էին, հասկանում եք, դա միջականությունը իր նվիրումի մեջ առանձնահատուկ էր, գիտեք, անգամ շատ էր սիրում ֆուտբոլը ենթադրենք, նույն այդ իր ֆուտբոլի ընկերների մեջ ինքը առանձնացնում էր նրանց, ովքեր պայքարել գիտեն, ովքեր ընդհանրապես խաղալ գիտեն, մեր առաջին այդպիսի մտերմությունը տեղի ունեցավ հենց ֆուտբոլի դաշտում, երբ դա ես մի 10 տարով ավելի ջահել էի ոնց որ թե, դա մի քիչ պակաս, մի 7 տարով, եւ դա աչքարիկ է էլի, հիմա ասենք Վազգենի պատկերացմամբ դժվար թե ֆուտբոլ խաղալ իմանայի, բայց երբ մենք փորձարկեցինք իրար ֆուտբոլի դաշտում, դա Սևանի ուրեմն մեր բանն էր, այդ տարածքում էր, այնտեղ ֆուտբոլի դաշտ կար, բավական ցուրտ էր։ Այդ փորձարկումից հետո ինքը հասկացա, որ չէ, հիմա ակնոցները մի կողմ, բայց այնուամենայնիվ բակային դասերակցությունը եւս անցել է։ Իր համար դա որոշ չափով բաներ երաշխիք էր, որ ինչ որ բան կա էլի։
բակային դպրոց անցած մարդ եմ եւ կարելի է ինձ ինչ-որ բաներ վստահել։ Իդեպ դուք բարբերաբար այդ աչքարիկ հասկացությանը մոտեն անդրադառնում եք ձեր հրապարակումներում։ Ես ուզում եի հասկանալ դա ձեր ենթադրությունն է, թե իսկապես դուք զրուցել եք եւ ինքը խոսել է։ Չէ, դա արդեն անկեղծության մեր շփումների մեջ իհարկե նա ինքը ինձ դրա մասին ասաց։ Որ մենք անկեղծանում ենք իրար հետ շատ էր կիսվում բոլոր իր անհանգստություններով։ Ասեմ, որ ինքը այդ ստեղծագործական բանի մեջ, ծիրի մեջ շատ մտերիմ էր նաև Վանոյի հետ Սիրադեղյան եւ իհարկե կային այնտեղ տարաձայնություններ, ընդհարումներ անգամ շատ էին լինում, բայց դրանք այնուամենայնիվ չէին խանգարում, այսինքն հոգեվոր տեսանկյունից Վանոն իրեն շատ մոտ էր։ Եվ այդ հազվագյուտ ուրեմն դրվագները երբ ժամանակ էր լինում ստեղծագործելու կամ ուղղակի մտերիմ զրույցներ իրականացնելու, ինքը իհարկե ձգտում էր դեպի Վանոն, Վանոն ձգտում էր դեպի Վազգեն։ Դե մեկ-մեկ էլ ես էի մասնակցում այդ ամեն ինչին։ Իմ կարծիքով շատ կարևոր է դա այդ հոգևորի մեջ, մշակույթի մեջ, հայկականի մեջ շփվելը, կիսվելը, իրար սնելը, հարստացնելը շատ կարևոր է եւ իմ կարծիքով մեր բազմաթիվ ձախողումների հիմքում նաեւ ընկած այն, որ պետական կառավարման համակարգում Վազգենից հետո դա կորավ։ Կարծում եմ մինչև հիմա կորած է։ Ստեղծարարական մոտեցումը։ Մենք չունենք, այո։ Դե ես ժողովրդությամբ ես չեմ ճանաչում Վազգենից հետո մի պոետիկ անձնավորության, որը լիներ իշխանության մեջ։ Լիներ որոշիչ դերերում, ինչ որ դերակատարում ունենար մեր արտաքին թե ներքին քաղաքականության մեջ։ Չէ, չինովնիկներ եկան, որոնք չինովնիկի առանձնահատկությունը այն է, որ ընդամենը այդ ծիճկաներն է դնում։ Համար կարևոր չի բուն իմաստը, կարևոր է ձևը։ Բովանդակությունը այնքան կարևոր չէ, ձևը ավելի շատ է կարևոր, իսկ Վազգենի առանձնահատկությունը հենց պետական շինարարության մեջ կայանում էր նրան, որ բովանդակությունն էր կարևոր, պետությունն էր կարևոր, տիրոջ զգացումը դեպի հող եւ հայրենիք էր կարևոր։ Այդ տիրոջ զգացումը ցավոք սրտի մենք դե հիմա անցել են տասնամյակներ, ես կարող եմ ասել, որ նոր սերունդը, որը այսօր արդեն կարծես թե պատրաստ է վերցնելու պատասխանատվությունը երկրի ապագայի համար, նոր սերունդը, որը զուրկ է կաղապարներից եւ ինչ որ բարդույթներից, հնից եկող բարդույթներից, նրանք կարծես ավելի ազատ են եւ կարծես թե այդ տիրոջ զգացումը սկսում է վերադառնալ։ Ես սպասում եմ այն ժամանակներին, երբ մեր նոր սերունդը, երիտասարդ սերունդը իսկապես կկարողանա այդ տիրոջ զգացումը դրսևորել նաև պետական կառավարման համակարգում։ Ես ուզում եի ճիշտ ասած մեջ բերել, որ մրցույթի արդյունքները հաշվի առնելով, ուսումնասիրելով այն ստեղծագործությունները, որոնք ներկայացրել են երիտասարդները, այդ զգացումը իսկապես ակներև է արտահայտված, որովհետև իսկապես մեկը մյուսից հետաքրքիր բովանդակությամբ ստեղծարար արժեքներ, իրապես արժեքներ ունեցող եւ ոչ թե ձևական արժեքներ ստեղծող անհատներ են, ովքեր որ ցանկալի է, որ հայտնվեն կառավարական հարթակներում, համենայնպես հայտնվեն այն միջավայրում, որտեղ պատասխանատվություն եւ խնդրի լուծումը իրենց ուսերին կմնա։ Գիտեք, այդ անձնական նվիրումը, պոետիկ նվիրումը երկրին, պետությանը կայանում է նրանում, որ անձնական շահ գոյություն չունի։ Ուղղակի գոյություն չունի։ Եվ հաճույք է ստանում ուղղակի կատարած այդ աշխատանքից եւ արդյունքից, որ ստանում է սեվակներով է։ Չինովնիկական մոտեցումը դրա հակառակն է։ Հետապնդում են անձնական շահ կամ խմբակային շահ, պետության, երկրի, հողի, ջրի շահը մնում է ետևում։ Շատ ցավալի է դա։ Հուսանք, որ մենք կվերգտնենք այդ պոետիզմը, այդ նվիրումը,
դեպի պետություն, դեպի երկիր, դեպի հայրենիք։ Բացարձակ պատահական չէ Վազգենը, հողը, ջուրը, արևը։ Նաև այն արտահայտությունն է նրա, որ յուրաքանչյուր ժողովուրդ գոնե մեկ անգամ պիտի իր կռիվը մինչև վերջ տա, մինչև վերջ։ Սա է կարևորը, կարևորը մինչև վերջն է։ Ժամանակավոր հաջողությունները շլացում այդ հաջողություններից պորոտախոսությունը, գոռոսությունը, երբ դու քեզ արդեն բարձր ես համարում մնացածներից, թե անձնական դաշտում, թե ազգային դաշտում, դա բերում է միայն ավերակների եւ իհարկե պարտությունների մեծ հաշվով։ Որտեղ սկզբունքային կարևոր բառը մինչև վերջ տալն է։ Մենք մեր կռիվը, Ղարաբաղյան կռիվը, մինչև վերջ չտվեցինք։ Մենք չկարողացանք կազմակերպել այնպիսի մի պետություն, այնպիսի արդյունավետությամբ, որը կարողանար տեր կանգնել այն նվաճումների, որոնք տեղի ունեցան 90-ականներին։ Վազգենը մի արտահայտությունն էր իր գրառումներում, որը հետևյալ կերպ էր հնչում. յուրաքանչյուր փոքրը, քիչը, որը լավ կազմակերպված եւ հավաքված է իր բառերով, շատ ավելի ուժեղ ու հզոր է, քան ցանկացած մեծը, որը կազմակերպված ու հավաքված չէ։ Հիմա եթե մենք փոքր ենք քանակությամբ, միգուցե այնքան չնչին, որ կարող ենք աննկատ մեր չգոյությունը կարող է աննկատ անցնել աշխարհի համար։ Բայց եթե մենք կազմակերպված եւ հավաքված լինենք պատշաճ կերպով, մենք ցանկացած դիմակայության մեջ կհաղթենք։ Մեզ չհաջողվեց դրան հասնել, եւ դա եւս մեկ դաս է, որը ընդհանրապես մենք պիտի կորզենք։ Այդ դասերը այդ թվում Վազգենի եւ գրառումներից եւ գործունեությունից, ապրած այդ կարճատև կյանքից, ողբերգական մահից պիտի կարողանանք այդ ամեն ինչից դասեր քաղել, որովհետեւ եթե չքաղենք, պատմության շրջապտույտը մեզ կբերի միևնույն հանգրվանի, միևնույն ողբերգության։ Մենք պիտի կարողանանք դուրս գալ այդ շրջանակից եւ ավելի բարձր մակարդակում փորձենք հասնել ավելի բարձր մակարդակի ամեն անգամ յուրաքանչյուր ժամանակահատված օգտագործել այնպես, որ հաջորդ ժամանակահատվածում մեր հաջորդ սերունդները ավելի բարձր նշաձողից սկսեն իրենց ընթացքը։ Մեր միգուցե ազգային եւ պետական ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք չկարողացանք այդ մակարդակը բարձրացնել։ Ես վստահ չեմ, որ մեր սերունդը, հաջորդ սերունդը սկսում է ավելի բարձր նշաձողից։ Անկամ կարող եմ ասել միգուցե եւ հակառակը։ Միգուցե այն նշաձողը հայրենասիրության, հայրենանվիրումի, որը կար 90-ականներին, այսօր բացակայում է։ Միգուցե։ Եվ այդ թվում նաեւ ազգային որակը հասկանում եք, մենք ունենք ազգային գաղափար, դա Ղարաբաղյան շարժումը ազատությունն էր, ժողովրդավարությունն էր, մեր երազանքն էր կառուցել, ազատագրել նախ ժողովրդին, ոչ թե տարածքը, ազատագրել ժողովրդին, հնարավորություն տալ ժողովրդին իրենց որոշումներով իրենց կյանքը կազմակերպել։ Դա էր, ես կարծում եմ դա բացարձակ արդար մղում էր մեր ազգի կողմից, ժողովրդի կողմից, սովետական Հայաստանից սկսած ժողովրդի կողմից։ Հիմա մենք հայտնվել ենք շատ ավելի դաժան իրավիճակում, երբ հարցականի տակ է դրվում, արդյոք մենք դա ճիշտ ենք արել, թե ոչ։ Ես կարծում եմ չի կարելի որևէ կերպ թույլ տալ, որ այդ հարցականները գերիշխեն։ Մենք ճիշտ ենք եղել, մենք արդար ենք եղել, եւ մենք պիտի այդ արդարությունը արդեն նոր ժամանակներում վերականգնենք։ Իմ կարծիքով դա է նաեւ մեր պարտքը նույն Վազգենի առջև։
Ես կարծում եմ ուսումնասիրելով, ճանաչելով նրան, յուրաքանչյուրս մեր արժեքների որակական եւ արտաբերման, դուրսբերման մակարդակը կփոխենք։ Ուսումնասիրելով, ոչ թե պարզապես լսելով պատմածները, այլ ուսումնասիրելով։ Մեր ամենամեծ խնդիրներից մեկը կարծես թե հենց դա է։ Մենք վերլուծություններ չենք անում, իբրև ազգ, իբրև հասարակություն, եւ դրա համար չենք կարողանում ընդունել սեփական սխալներ, առաջ շարժվել, ուսումնասիրելով եւ ճանաչելով մենք կկարողանանք երևի թե այդ ցանկալի նշաձողին մոտ լինել եւ սկսել այդ նշաձողից։ Այդ իմաստով ազգային ժառանգությունը ահռելի է, շատ կարևոր, շատ առանձնակի։ Ես կարծում եմ, որ շատ լավ գործ է կանում։ Այդ թվում այս գրական մրցույթը հայտարարելով, անցկացնելով, մեկ անգամ եւս կարևորելով Վազգեն Սարգսյանի որպես գրող, որպես հրապարակախոս, որպես ինտելեկտուալ, շատ կարևոր գործ է կանում, այդ ժառանգությունը պետք է ուսումնասիրել, դասեր քաղել եւ առաջ մղվել։ Մենք իրավունք չունենք ուղղակի գետնով տալ բոլոր այն արժեքները, որոնք հավաքեցին մեր ազգի 90-ականներին եւ թույլ տվեցին մեզ մի քանի տասնամյակ թույլ տվեցին մեզ հպարտ քայլել եւ գիտակցել, որ մենք կարող ենք հավաքվել եւ հաղթել։ Շատ բաներ խանգարեցին իհարկե, բայց դա արդեն այլ հարցազրույցի նյութ է։ Պարոն Դարբինյան, իսկ ինչ բնավորության գիծ ուներ Վազգեն Սարգսյանը, որը որ ձեզ համար ցանկալի էր, որ դուք կուզեիք, օրինակ, չգիտեմ, ստեղծագործող մարդկանց հետ կապված շատ հաճախ հարցնում ես ինչ կուզեիր, չէ՞, գրել, որը գրել էր այդ հեղինակը երաժիշտներին, ռեժիսորներին, այստեղ ինչ կամ աշխատանք կամ ինչ բնավորության գիծ ուներ, որ ցանկալի էր ձեզ համար։ Որ ես ընդօրինակ էի։ Հա։ Մի քիչ դժվար է կերպարը ուղղակի, ասենք, առանձին ինչ-որ բնավորության գծերը առանձնացնելը դժվար է, որովհետև կերպարը շատ ամբողջական է, Վազգենի կերպարը շատ ամբողջական է, առանձնացնել շատ դժվար է, բան ուղղակի այդ կերպարը նաև իմ կայացման մեջ այդ կերպարը զգալի դեր է խաղացել, ասենք, ես տեսել եմ եւ հասկացել եմ, որ հայի կերպարը, որը որ ես կուզեմ, որպեսզի ինքը լինի իմ կողքին, ես լինեմ իր կողքին, հասկանում եք, ձգողական ուժ ուներ, կերպարը ամբողջությամբ։ Հիմա ինչքանով է այդ կերպարը տեղափոխվել արդեն ինձ վրա, իմ գործունեության մեջ այդ արդեն ուրիշները թող դատեն։ Իսկ նա ձեր իրավահաջորդն էր որպես վարչապետ։ Այո, ես Սեյֆի բանալիները ես իրեն եմ հանձնել։ Ես ուզում եմ հասկանալ, ֆուտբոլ խաղալը թիմային աշխատանքում օգնում էր, որովհետև նա նաև վառ անհատականություն էր, ամբողջ զրույցի ընթացքում մենք շեշտադրեցինք այն, որ վառ անհատականություն էր, բայց դժվար է, երբ դու հայտնվում ես մի տիրույթում, որը նախորդիվ բավական հաջող կերպով վարվում էր եւ հիմա պիտի շարունակես, բայց թիմային աշխատանքով, որտեվ իր ցանկությամբ դուք մնացիք այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար եւ եթե ուսումնասիրենք այդ ժամանակահատվածում մեծ հաջողություններ կային տնտեսական հաշվի առնելով այն փաստը, որ վատագույն վիճակում էր պետությունը իբրև։ Գիտեք ոնց, ոչ ես, ոչ Վազգենը պաշտոնին չենք վերաբերվել որպես շոր նվաճում կամ պաշտոն։ Ընդհանրապես դա հնարավորություն է եղել թիմ հավաքել եւ խնդիր լուծել։ Հիմա եթե թիմը հավաքվում է եւ դու այդ թիմի նկատմամբ ունես վստահություն եւ պատրաստ ես ծառայել այն նպատակներին, որի համար թիմը հավաքվում է, քո դիրքը այդ թիմում կարևոր չի, կարևորը գաղափարն է, որի շուրջ կարող ես հավաքվել։ Այդ իմաստով բացարձակ որևէ բան չկար, բարդություն չկար այդ տեղափոխումների մեջ, պաշտոնական, այսպես ասած, ոչ ես էի տխրում, ոչ էլ ինքն էր ուրախ, մենք ուղղակի միասնական մի բռունցքով փորձեցինք առաջ գնալ դրանից հետո։ Դա տարբեր իհարկե առանձնահատկություններ կային այդ մեր տրանսֆորմացիայի մեջ, դա կարևոր չի, կարևորն այն է, որ Վազգենի ցանկությունն էր, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք չունենք իշխանության խնդիր։ Կոնկրետ անձիկ չունեն իշխանության խնդիր, այսինքն ամենացայտուն արտահայտությունը նրա արտահայտումը այդ ուրեմն մղման կայանում էր նրանում, որ ինքը ստիպեց, խնդրեց, աղաչեց, հասավ նրան, որ
Եվ ես եւ ելի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընդգրկվեցինք կառավարական պատվիրակության մեջ, որը արդեն նոր վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ մեկնեց Միացյալ Նահանգներ։ Վազգենի ցանկությունն էր ուղղակի, որ աշխարհը տեսնի, որ մենք միասնական ենք։ Տեսեք, 3 վարչապետներ նույն խնդիրն են ուզում լուծեն, այսինքն տարբեր չենք մենք իրար մեջ պայքար չենք մղում, մենք իրար չենք հոշոտում, մենք իրար դեմ չենք, մենք իրար հետ ենք, անկախ նրանից որ պաշտոնում է եւ այլն։ Դա շատ կարեւոր էր իր համար։ Եվ գիտեք, ես դա շատ բարձր գնահատեցի, որովհետեւ իսկապես պաշտոն չենք կիսում կամ ինչ-որ ունեցվածք չենք կիսում, էլի, մենք կիսում ենք ընդհանրապես գաղափարներ եւ ուզում ենք նպատակասլաց ենք այդ գաղափարները իրագործելու։ Դա գալիս էր նաև իրենից, այո, իր լիդերային հատկություններից, բայց նաև այդ ստեղծագործական ջիղն էր իր մեջ, որտեղ ստեղծագործող մարդիկ սովորաբար ինքնաբավ են լինում։ Հասկանում եք, ինքնաբավ մարդը չի կարող երջանիկ չլինել։ Դուք հարցրեցիք նա երջանիկ էր թե ոչ, ինքնաբավ էր, հասկանում եք։ Բացելու խնդիր չունի։ Այո, ասենք առանձնանում ես քո համար մի սենյակում, կարող ես տարիներով մնալ գրել ու հաճույք ստանալ քո ստեղծագործությունից։ Գրել, բանաստեղծությունը, երաժշտությունը կարևոր չի, ստեղծագործել, նկարել, մտածել, կարևոր չի։ Այդ մարդիկ ինքնաբավ են, եւ ինքնաբավ մարդը երջանիկ է լինում, իսկ ինքնաբավ մարդը նաեւ չի կարող, ասենք, առանձնապես ոգևորվել պաշտոն ստանալուց, ենթադրենք, ինչ-որ դիրք ստանալուց, ինքնաբավ մարդն է, չի կարող տխրել պաշտոնը կորցնելուց հետո, հա, այդ ուղղակի կոմպլեքսավորված մարդիկ են տխրում եւ արդեն հասնում են մինչեւ ողբերգության եզր, երբ կորցնում են իրենց դիրքը եւ այլն, դիրքը ստեղծագործող մարդու համար իր դիրքը իր ստեղծագործությունն է, իր արվեստն է, երբ դու ստանում ես արդյունք եւ հաճույք ես ստանում եւ երջանիկ ես, որ դու կարողացար կիսվել ժողովրդի հետ, ազգի հետ քո ստեղծագործությամբ։ Վազգենը հենց այդպեսին էր։ Դա համար բացարձակ կարևոր չէր այդ ֆորմալ պաշտոնները, իմ թե իր, ասենք մենք ինքը եղել է իմ կառավարության անդամ, ես եղել եմ իր կառավարության անդամ։ Էական չէր։ Որևէ բան չկար այդտեղ։ Պարոն Դարբյան, մի հարց էլ ինձ մոտ առաջացավ, ինձ հետաքրքիր է ֆուտբոլ խաղալիս, ձեզանից ով որ դիրքում էր։ Չէ, դա ես բան է, ես ինձ մի քիչ բան էի պահում, Լետուչի գալանջից են ասում ռուսերեն, ես սովորաբար տուգանային հարվածներն էի խփում, հատկապես 11 մետրանոցները, ասենք, անգամ եթե ես նստած էի լինում բանում, դաշտում չէի, ինքը հատուկ կանչում էր, ասում էր Արմեն կանչեք դուք խփի։ Իսկ ինքը սիրում էր ներկայանալ որ դիրքում։ Վազգենը ինքը բոլոր դիրքերում էր խաղում, ինքը բան էր, շատ ակտիվ էր, շատ վազում էր, իհարկե գոլ խփել էր շատ սիրում։ Վազգենի խփած գոլերը բոլորն էլ եղել են արդար գոլեր։ Եվ ցավոք սրտի, որտեղ Վազգենը վրիպել է, այդ վրիպումներն էլ են եղել ճակատագրական ազգի համար։ Բայց ես ամեն անգամ անդրադառնալիս իր անձին հիացել եմ իր սխալների ընդունման կարողությամբ, բարձրաձայնելու, ընդունելու եւ չամաչելու արված սխալի համար։ Ոչ թե չամաչելու, այլ չամաչելու բարձրաձայնելուց արված սխալը։ Մշակութային մարդու ինքնաբավ մարդու հատկություն է, ոնց կարելի է ասել։ Միայն կոմպլեքսավորված մարդը, գոռոզ մարդը, վեհանց իրեն պահող մարդը կարող է կոմպլեքսավորվել իր սխալներից չընդունել եւ այլն, չէ, ինչպես կարելի, չէ։ Ստեղծագործող մարդը դա չի կարող այդպեսին լինել։ Մենք կարիք ունենք ստեղծագործող մարդկանց պետական կառավարման մեջ։ Պոետիզմը բացակայում է երկար տասնամյակներ արդեն։
Շնորհակալ եմ պարոն Դարբինյան շատ զրույցի համար, զգացումներով, ապրումներով կիսվելու համար։ Ես հուսամ, որ հետևորդները անպայման ելնելով ձեր խոսքից ավելի հետևողական կլինեն եւ կուսումնասիրեն են ավելի շատ սպարապետի կյանքը ոչ միայն որպես ռազմական դաշտում ամուր կերպար եւ մարտով ձևավորել է բանակը, պետականության մտածողության մեջ ամրություն է դրել, այլ նաեւ ստեղծագործող անհատի, որը կտա իսկապես հնարավորություն նաեւ իբրև պահանջատեր, շատ ավելի մեծ պահանջներ ու հետաքրքիր պահանջներ ունենալու։ Այսպես հասարակությունը կներկայացնի այն պահանջները, ըստ որի կձևավորվի նաև ճիշտ առաջարկ, հուսամ։ Անսահման շնորհակալ եմ։ Հուսանք ես եմ շատ շնորհակալ, որ ինձ հրավիրեցիք, ինձ համար միշտ հուզական է Վազգենի մասին խոսելը եւ հիշողությունների մեջ այսպես ապրելը, որոշ ժամանակահատված մենք ունենք վիթխարի կարևոր ժառանգություն Վազգենից մնացած, որը պարտավոր ենք ուղղակի ուսումնասիրել եւ դասեր քաղել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։